Բարև ձեզ, սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի սովորության մասին, որը կարող է փոխել երեխայի ողջ մտածողությունը, զգացմունքային աշխարհը և անգամ կյանքի ուղին, և դա գրքերի ընթերցանությունն է։ Շատ հաճախ, երբ մենք առաջարկում ենք երեխաներին գրքեր կարդալ, պատասխանը կարող է լինել՝ «Բա ինչի համար կարդամ, եթե մի քանի րոպեում կարող եմ YouTube-յան մի տեսահոլովակով լսել կամ նայել ամբողջ պատմությունը»։ Բայց արդյոք մի տեսահոլովակը, մուլտֆիլմը կամ կինոն կարող է փոխարինել այն ներաշխարհը, որը ձևավորվում է գրքի ընթերցման ժամանակ։ Պատասխանը հստակ ոչ է։ Հիմա ասեմ ինչու ոչ և ինչու անհրաժեշտ է, պետք է կարդալ։ Գիտեք, ընթերցումը մարդու ուղեղի վրա գործում է ինչպես մարզասրահ գնալը մկանների վրա։ Երբ երեխան կարդում է, զարգանում է երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը, լեզվական հմտությունները, բառապաշարը, շարադրողական կարողությունը, խոսքի կառուցվածքը, էմպաթիա, քանի որ գրքի հերոսների հետ ապրելով երեխան սովորում է ընկալել տարբեր բնավորություններ, տեսակետներ, արժեքներ։ Գիտեք, պարբերաբար ընթերցանությամբ զբաղվող երեխաների ուղեղում զարգանում են նեյրոկապերը, որոնք ուղղակիորեն կապված են հիշողության, ուշադրության և վերլուծական կարողությունների հետ։ Ասեմ նույնիսկ ավելին, Սթենֆորդի համալսարանի հետազոտություններից մեկում նշվում է, որ բարձր ընթերցանության կարողություն ունեցող երեխաներն ունեն ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն ի դեպ բոլոր առարկաներից, այդ թվում մաթեմատիկայից։ Իսկ բրիտանական ազգային ընթերցանության հիմնադրամի տվյալներով այն երեխաները, ովքեր օրական գոնե 15-ից 20 րոպե ընթերցում են իրենց ընտրած գրականությունը, ունեն բարձր ինքնագնահատական, զարգացած արտահայտման հմտություններ և բարձր պատրաստվածություն քննությունների ժամանակ։ Բայց իհարկե, ընթերցանությունը միայն դպրոցի կամ քննությունների համար չէ։ Գրքերն օգնում են երեխաներին լավ հասկանալ իրենց իսկ սեփական էմոցիաները, բարձրացնել համբերատարությունը, կառուցել հստակ և առողջ պատկերացում աշխարհի մասին։ Սիրելի ծնողներ, սիրելի ուսուցիչներ, երեխայի ձեռքից այսօր գադջեթը վերցնելը բարդ է, բայց եթե փոխարենը դուք կարողանաք նրանց ներշնչել ընթերցելու ցանկություն, դուք նրանց կտաք մի կարողություն, որը կմնա իրենց ողջ կյանքի համար։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները լինեն մտածող, ստեղծագործ, պատասխանատու և գիտակից մարդիկ, ապա մենք պետք է սկսենք հենց այստեղից, գրքի էջերից։ Ընթերցելը դա սովորություն չէ, պարզապես սովորություն չէ, դա մտածողության ձև է։ Եվ գիտեք, հենց այս ամենից էլ ոգեշնչված Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամի հետ միասին մենք որոշեցինք ստեղծել «Կորիզ իմ ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթը։ Սա սովորական մրցույթ չէ, սա կոչ է ընթերցելու, մտածելու ու ձեր սիրելի գրքի հերոսի մասին պատմելու այնպես, ինչպես միայն դուք կարող եք անել։ Սիրելի Հայաստանի Հանրապետության և ոչ միայն 3-ից 9-րդ դասարանի բոլոր աշակերտներին ես ուզում եմ կոչ անել, որպեսզի մուտք գործեք կորիզ.am, գրանցվեք «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթին, ընտրեք ձեր դասարանը և սկսեք արդեն իսկ կարդալ այն գրքերը, որոնք ձեզ առաջարկում է մրցույթը։ Իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք գրքի էջերում և կամ կորիզի բեմի վրա։ Շնորհակալություն։